5-րդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է։ Բարի հանդիպում, ու նորից միասին ենք, հարազատ ընկեր։ Խոստացել էինք Պլուպուղու բանահյուսությունը լիարժեք ճանաչ դարձնել քեզ, որ Արցախի բանահյուսության ասել է, թե ժողովրդական ստեղծագործության մասին քո պատկերացումները լինեն ամբողջական։ Մենք հերթաբար առանձնացնելու ենք մի քանի հիմնական շրջաններ, որոնք առավել նպաստավոր են գտնվել բուղեագիտության զարգացման առումով։ Առաջին շրջանը սկսվում է առակախոսի մահվանից մոտ 70 տարի հետո, երբ բանահավաք Գալուս Շիրմազանյանցը 1878 թվականին Թիֆլիսում հրատարակում է անեկդոտներ, զվարճալի զրույցներ, համառոտ դեպքեր եւ առակներ մերազգային կյանքից առած գիրքը։ Գալուս Շիրմազանյանցը փաստորեն առաջին հեղինակն է, որն ընթերցողին ներկայացրեց Պլուպուղու երգիծական զրույցներն ու մանրապատումները։ Ու նրա նպատակն էր զվարճալի զրույցներով, իր իսկ խոսքով, զբոսեցուցիչ դեպքերի ու առակների միջոցով զարգացնել պատանիների միտքը։ Ու նա վստահ էր, որ իր գործը ազգային տարերքներից առնված ու ազգին մատուցվող նվիրականություն է։ Մենք նրա եւ բոլորի անունները թվարկել էինք, բայց առանձին անդրադառնալու ենք նրանց բերածին ու մեզ կտակածին։ Այնուհետև շնորհակալ գործ է ձեռնարկում անվանի արցախագետ, պատմաբան ու բանահավաք Մակար Բարխուդարյանցը, որը Շիրմազանյանցի գրքի լույս տեսնելուց ուղիղ 5 տարի անց 1883 թվականին հրատարակում է Պլուպուղու զվարճախոսությունների ու առակների մի ամբողջական հատորյակ իր մշակումներով։ Գալուս Շիրմազանյանցն ու Մակար Բարխուդարյանցը փաստորեն Պուղու բանահյուսության ամբողջականացման գործի նախաձեռնողները հանդիսացան։ Կատարվեցին առաջին եւ ամենադժվարին քայլերը։ Մակար Բարխուդարյանն իր գրքի առաջաբանում իրավացիորեն նկատում է ավաղ Հայաստանում, ով գիտե, քանի այսպիսի զվարճախոսներ, առակախոսներ ու սրախոսներ եղած են, որոնց խոսածներն առանց լույս տեսնելու հոդս ցնդած եւ կորսված են։ Պարզապես գերեւի, որ մեր նախնինք բնավ կարևորություն տված չեն այս ճյուղին։ Իմ կարծիքով Պուղու պարզ առակները, զվարճախոսություններն ու սրախոսությունները հայի համար ավելի արժեք ունեն, քան թե Եզոպոսի, Նասրադի, Հոջայի, Դանթեի, Կրիլովի եւ Լաֆոնտեի, որովհետեւ հայկական կյանքից բխած լինելով ավելի հարմար են հայկական սովորության, հայկական բնավորության, հայկական ընտանեկան կենաց, վարուց եւ բարուց։ Այս պատճառով թեև ուշ, սակայն հետամտելով, որ չափ կարելի է ձեռք բերել, իմի վայր հավաքեցի ծերունիներից Պուղու խոսածները, որոնք ավանդությամբ մնացած են հասարակության մեջ զորս եւ ահա լույս հանելով կնվիրեմ մեր սիրելի ազգին, հուսալով, որ ամեն ոք կարող է յուր բաժին խրատական օգուտները քաղել սույն գործից։ Այո, բարեկամ, ինչպես Մակար Բարխուդարյանցն է նշում, Պուղին ձեզ երբեմն կտխրեցնի, երբեմն կզվարճացնի, երբեմն ճշմարտության դատաստանը կուսուցանի, որտեղ ճշմարիտ խոսք լինի, այնտեղ Պլուպուղին միշտ կլինի։ Իսկ հիմա ունկնդրենք հերթական ճշմարտապատումը։ Շիշի դարամարասը ընգիներքին ինում, ամեն ընդեղ իլացվաղ մի մարդու արպտահում, ու վերիրան տեսնելով խճկնքվում ար, ու կտարաչ կաշում, ու ծենտամ։ Ախադամ, ախադամ։ Ախա չի ադամը կեսին չարալ, վերամ ընդենում ադամս ծենտամ։ Թեբատան, տևեյա դավե տադար խջիրը, կեյալ չիդան, մուքստի չարուկ չքաշիտ։ Պուղիրետ մարդի տադուբա, լավ շիրեյք էստավ, պելիքի պլատեր բագուբը, արոք պարոք տեղ տաբու ասու։ Այսին չկացս պեշքեշ, ապրացեք ու դարչանիք, մինակտեն ռխծած կծղզղանեն պես չանիք, թապես երեք ճստի շմնական ստղաս, շիրինատ է ծիրքներատ յորոնիմ, են ալա հալայիր է կորատ համամչար, վերես մարդին կնագին արդեն դանգեսար էր անում։ Աբատ, բաբա է գզգալը վսկավ լիգնա, եքիդար դիշտակ,
մի դրու բացերը ստանամ, ուղակի դիրան այդ շեվակեսի։ Վերջում է շատ կնե գնողում է, մարդը սկանում է, ու կինում այդ գզգայը կրիշկա պեցանում, վաչանի մոկունատուս կամ ու փակչում, պահակն է տսնում են ու կինում պուղուն ասում, տրամասի, ուղի խաչում, կաչում է ու ասում։ Խաչը գզգան է ռեխը խեպեցրել, օտերը տարպակաս, կենել տարպակաս, ես քեզ ասալի վեր պետ չանիք։ Ուղի հիչ կեգմ քզանա, կնեգը սա պիտի իրա, ես է խապվալու։ Դե գիտա վեր ադամ են կնեգնել է պիտի արա, վեր վերջի տիատարա, դե քիդի շերը եթան է, քենատ կեզ ու քնիկ պեդը չիլակ է, ու տու ինիս տու թամինել ախադամ ասիս, հիբը պեյանըտ պեցանիս, գզգան են մոկունը մնըտ կակցիս։ Խուխեք, իսկ դուք իլալ եք ամարասում։ Բայց դի արցախցե կա վեյաս չինըք, նըք շատ թու բաղ է կա, շատ համեղ թոտ է այնում, ամենահամը վրիմ կեյացսա, իձետի ամենահետակշքի է այդ պատալոնքի կիած տարեինա, կիրոքըտ պիս ծրծնումս ու տսնում հարդնում պսու քանդակա։ Ես էլ եմ շատ սիրում մեր ամարասն, ու գիտում եք վեր պատալոկ է իրար կիրածա, աստված որդի, ես գիտում ու վեր մեզ ռոբ մաշրացն ամարասունը Արցախի ամենաառաջին շկոլը պեցրան։ Ապրեք երեխաներ, դուք ճիշտ եք։ Ամարասը հայոց գրերի ու հայոց երկիրն ամուր պահող ընտանիքի խորհրդանիշ վանք է։ Սիրելի բարեկամ, Ամարասը Արցախի նշանավոր վանքերից է, որը գտնվում է Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մերձակայքում, երբեմնի Ամարաս գյուղաքաղաքի տարածքում, նույնանուն Ամարաս գետակի ափին։ 4-րդ դարում հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, իսկ շինարարական աշխատանքներն ավարտին է հասցրել նրա թոռը, աղվանքի կաթողիկոս Գրիգորիսը, որի այստեղ գտնվող գերեզմանի վրա վաչագան բարեպաշտը կառուցել է մատուռ։ Վանքը եղել է Գավառի եպիսկոպոսանիստ կենտրոնը։ Այստեղ 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը բացել է Արցախի առաջին հայկական դպրոցը։ Սկսած 4-րդ դարից վանքը մի քանի անգամ ավերվել ու վերականգնվել է։ Ըստ ավանդության 1387 թվականին Ամարաս են ներխուժում Լենգ Թեմուրի զինվորները եւ հիմնահատակ քանդում են եկեղեցին ու մինչեւ Արաքս գետը շարք կանգնելով բոլոր քարերը ձեռքից ձեռք են փոխանցում ու լցնում գետը։ Սակայն կարճ ժամանակից հետո հայերը վերադարձնում են դրանք ու նորից վերականգնում Սուրբ տաճարը։ Արցախը Ռուսաստանին միացվելուց հետո Ամարասի վանքը վերածվել էր զորանոցի, ապա Արքունի Մաքսատան, իսկ 1849 թվականին վերադարձվել է հայոց եկեղեցուն։ Եկեղեցին վերակառուցվել է 1858 թվականին կաթնագույն սրբատաշ քարով, հիմնովին վերանորոգվել ու շրջակայքի հետ բարեկարգվել 20-րդ դարի վերջին, 21-րդ դարի սկզբին։ 1990 թվականից գործող եկեղեցի էր, Արցախի գլխավոր սրբատեղիներից է։ Պուլուպուղու հետ միասին այսպես կճամփորդեն գանձերի երկիր Արցախում, որպեսզի իրական ճամփորդության ժամանակ, երբ օրը գա, դուք արդեն գիտելիքով զինված եւ խորքային ճանաչողությամբ ոտք դնեք Արցախ։ Պենդ կացեք, տեմ կացեք։